Նարե, ես ինչ ես արել։ Նարե Արունա գալիս տեղ բինդ, բամբակ, ինչ կա, տենց պահի միած, տենց պահի։ Հայկ, ախր ես ինչ ես անում, ես շատ կարևոր շորի համար էր։ Քեզնից կարևոր չի, ոչ մի բան է։ Այս վերքդ պիտի մշակվի է, ոնց որ լավ էլ խորն է։ Բայց ես չեմ կարա մշակեմ, պիտի մի բան մտածենք, լավ էսա, մի բան կմտածեմ։ Աչքերս բացեցի, մտածում էի հեռախոսս վերցնեմ, այնքան պիտի զանգած լինես, որ վատ զգամ ինձ, որ չեմ լսել զանգերդ, բայց ոչ մի զանգ չկա Սոնա, իմ զանգերին էլ չես պատասխանում։ Կներես ինձ վրա։ Կներես, որ առանց հարցնելու ներս մտա։ Ոչինչ, ամեն ինչ նորմալ է, կարիք չկա բացատրելու։ Չեմ խանգարում։ Դե արդեն ստեղ ես։ Զանգում էի, չէիր պատասխանում։ Ոչ մի ձև չկարողացա հետդ կապվեմ, հետո հասկացա, որ անջատել ես հեռախոսիդ։ Հա, տեսել եմ, որ զանգել ես։ Ուղղակի մենք որոշել ենք, որ այլևս չենք հանդիպելու ու երբ որ տենց որոշում ենք կայացնում, ինչ որ մեկը պիտի իր վրա պատասխանատվությունը վերցնի այդ կապը խզելու։ Ու ես այդ պատասխանատվությունը վերցրել եմ իմ վրա։ Ու հա, այդ իմ համար շատ կարևոր է։ Ես հասկանում եմ, որ դու այդ ամեն ինչը չես հասկանում, բայց նորմալ է։ Սոնան ասաց, որ Միքոյի հետ կապված ինչ-որ բան ես ասել իրան, բայց տենց էլ չասեց ինչ։ Միքոն Հայաստանում է։ Փաստորեն ճիշտ էր ասում։ Բա դու որտեղից ես իմացել։ Ես թաքցնելու ոչ մի բան չունեմ։ Պապայի ու Արմենի խոսակցությունն եմ լսել։ Հայկ, դու շատ լավ գիտես, որ ես երբեք չեմ պաշտպանել մերոնց, հատկապես Արմենին, բայց իսկապես այս անգամ իրենք էլ տեղյակ չեն եղել։ Իրենք էլ են նոր իմացել։ Չգիտեմ, մեկը հավատս չի գալիս։ Ինձ թվում է հերդ միշտ էլ Միքոյի հետ կապ ունեցել։ Չէ, Արմոն ասաց, որ գյուղում տեսնող է եղել, պապան էլ զարմացավ, ինքն էլ էր առաջին անգամ լսում։ Դու բնականաբար կարաս չհավատաս ու դրա իրավունքը ունես, բայց ես այս անգամ վստահ եմ, որ իրանք տեղյակ չեն եղել։ Չէ, Նարե, մեկը ոչ մի ձև հավատս չի գալիս, որ տենց կարա լինի։ Լավ, այդ դեպքում դու ինքդ գնա օֆիս ու հարցրու։ Պապային հարցրու, Արմոյին հարցրու։
Իրանք իհարկե չգիտեն, որ ես լսել եմ այդ խոսակցությունը, բայց դու կարաս հանգիստ ասես, որ ես եմ քեզ ասել։ Բայց ես ինչի պիտի տես բան անեմ։ Իսկ ինչի պիտի տենց բան չանես։ Եթե Միքոն Հայաստանում է, ուրեմն իրան գտնելը դժվար չի։ Չէ, ինչի։ Կարաս դու գնաս հարցնես։ Դու հիմա Միքոին պիտի գտնես ու իրան գտնելու համար ամեն ինչ իրավունք ունես անելու։ Կասես պապային, որ ես եմ քեզ ասել։ Ոչինչ։ Հետո ես ինչ կպատասխանեմ, ոնց կարդարանամ, այդ կարևոր չի։ Այդ իմ խնդիրն է ու քեզ չի վերաբերվում։ Իսկ ով է ասում, որ ինձ չի վերաբերվում Նարէ։ Կարող է լավ էլ ինձ վերաբերվում է։ Ուղղակի ես նոր եմ այդքան հասկանում։ Ինչն ես նոր հասկանում, Հայկ։ Անկախ մեր կամքից նենց հաստատվում, որ դու իմ բոլոր խնդիրներից տեղյակ ես ու խառնվում ես դրանց։ Իսկ ես խնդիրներից չեմ խուսափում, Նարէ։ Մանավանդ, եթե դրանք քեզ են վերաբերվում։ Մանավանդ, որ ինձ են վերաբերվում։ Հա։ Ես սկզբում քո հանդեպ շատ էի չարացած։ Բայց հետո հասկացա, որ մարդ ենք, բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք։ Հա, ու ես էլ եմ սխալ եղել ու ընդունել եմ իմ սխալը։ Երևի դու միակ մարդն ես, որ այսքան ժամանակ չես փոխվել։ Մենք բոլորս փոխվել ենք։ Չարացել ենք, ատել ենք, հրաժարվել ենք։ Բայց դու միշտ մնացել ես այն Նարեն, որ եղել ես։ Ու բոլոր հնարավորություններն ունեցել ես փոխվելու, բայց չես փոխվել։ Հայկ, ես Բան մի ասա Նարէ։ Գոնե մի անգամ դու ինձ լսի ու թող ասեմ։ Եթե ես այսօր ստեղ եմ ու հետդ սենց եմ խոսում, այդ մենակ քո շնորհքն է։ Ու քո վերաբերմունքի արդյունքն է։ Նարէ, դու միշտ բոլորիս խնդիրներով հետաքրքրվում ես, չգիտեմ, ամեն ինչ անում ես, որ մեզ օգնես։ Բայց երբեք դու օգնություն չես խնդրում։ Երբեք։ Ու քո խնդիրները միշտ մենակ ես ուզում լուծես։ Բայց այդ ճիշտ չի։ Ու սրանից հետո ես քեզ ոչ զանգելու եմ, ոչ էլ հետաքրքրվելու եմ, դու խնդիրներ ունես, թե չէ։ Եթե իմանամ, որ խնդիր ունես, գալու եմ ու կողքիդ կանգնեմ, առանց քեզ հարցնելու։ մենք պայմանավորվել էինք, որ էլ չենք հանդիպելու։ Հա, պայմանավորվել ենք, բայց ոչ մի թղթի տակ չենք ստորագրել, չէ՞ որ հետո չիմանանք ինչ պիտի անենք։ Մեր որոշելուց առաջ երևի վերևներում արդեն որոշել են մեր մասին։ Հայկ, մի րոպե, ես հիմա չգիտեմ ինչ ասեմ ու իրականում չեմ էլ հասկանում, թե դու ինչ ես ասում։ Կամ ինձ թվում է ես սխալ եմ հասկանում։ Ու երևի այդ պահին ես ճիշտ է։ Երևի։ Դուրս գանք։ Ուր ինչի համար։ Չգիտեմ, կարանք գնանք կոֆե խմենք։ Ոնց որ երկուսս էլ հասկանալու հետ խնդիրներ ունենք։ Կամ էլ լավ չենք արթնացել ուղղակի։ Ձերքդ ոնց է։ Արդեն լավ է։ Ու դու սենց դժվար էլ կարողանաս աշխատես։ Եթե չես ուզում, կարանք չգնանք ոչ միտեղ։ Հերիք չի եկել մտել եմ առանց հարցնելու քո տարածք մի հատ էլ որոշում եմ կարաս աշխատես թե չէ։ Չէ, դու դրսում ինձ սպասի, ես 5 րոպեից կգամ։
Աստված ջան, ես ինչ կատարվեց։ Հանգստացի Նարէ, հանգստացի։ Ասա, Վարո։ Ինչ կա ախպերս մի բան իմացար Միքոյից։ Չէ, հստակ ոչ մի ինֆորմացիա չկա։ Բա ինչ ես անում տուն ես գալու։ Չէ, մի քիչ կուշանա։ Բա չպետք է գնայինք այդ շինանյութի հարցերով, ապրանքը բերենք դատարկենք։ Հա, Վարո, կգամ կգնանք անպայման։ Դու այն ասա Սոնայից ինչ որ նորություն ունես, ոնց է։ Նույնը, բան չի փոխվել։ Լավ, ես տեսնեմ ինչ եմ անում, մի բան կմտածեմ։ Ես պատրաստ եմ։ Բայց ուր ես, որ ախպերս։ Լավ, կզանգեմ, Վարո, լավ։ Գնանք։ Ինչ է քաջիկ։ Սակո, ես Արմոն չգիտեմ մտքին ինչ ա դրե։ 2 օր իրար հետևից զանգում է։ Ոնց թե զանգում է, ինչ ա ուզում։ Ես ինչ իմանամ, չեմ վերցնում հեռախոսը, որ իմանամ, բայց ես ամեն ինչից լավ հոտ չեմ առնում, Սակո։ Արմոնը այսքան տարվա մեջ ինձ մի անգամ չի զանգել։ Բայց Աշոտի մասին ինչ իմացել է, անընդհատ զանգում է։ Այ որ ես քեզ ասում էի, որ դու քիչ խմես ու բերանդ այդքան շարժ տաս, այսօրը չենք ընկնի։ Քեզ բան չի ասե։ Չէ։ Ու իրան նենց ապահում ոնց որ ոչ մի բան չգիտի։ Սակո, ես այս ամեն ինչից լավ հոտ չեմ առնում։ Չգիտեմ ինչ արնելու։ Ոնց է ձեռքդ։ Արդեն լավ է, մոռացել էի։ Վիրակապն էլ քանդվում է։ Տես քեզ լավ բիզնեսի գաղափար եմ տվել։ Աղջիկներին էլ դուր կգայես վիրակապի ձևը։ Հիմա դու ինչ ես անելու։ Պապայի հետ ես խոսելու թե Արմայի։ Չգիտեմ։ Ինձ թվում է իրենք քեզ ճշգրիտ տեղեկություն կտան Միքոյի մասին։ Բա որ հարցնեմ ոնց եմ իմացել։ Իմ անունը կտաս։ Ինչ։ Արի սենց պայմանավորվենք Նարէ։ Այն որ որոշել էինք, որ էլ իրար պիտի չփրկենք, տենց չենք անի։ Որովհետև ոնց հասկանում եմ, այդ օդի մեջ բան է։ Ու հենց առիթը գալիս է, դու պահա չես կորցնում, որ ինձ փրկես։ Ես Արմոյին 5 մատից պես ճանաչում եմ։ Ու ինձ թվում է ինքը քեզ տեսել է, դրա համար էլ Միքոյի անունը տվել է։ Ես մտածում եմ, այս անգամ այդ դեպքը չի։ Եթե Միքոն Հայաստանում է, ես կգտնեմ իրան։ Բայց նենց չեմ անի, որ քեզ վտանգի տակ դնեմ։ Ասեմ ավելին, եթե սրանից հետո Արմոն քեզ կնեղացնի, կամ էլ կփորձի ինչ-որ բան ստիպի։ Ինչ։ Ինչ ես անելու։ Կամ ինչ ես ասելու։ Աստված չանի այդ օրը գա։ Հաստատ դու դրա մասին շուտ կիմանաս։
Չեմ խանգարում ձեզ ցակո։ Բան ա եղել։ Նստի։ Մեյլիդ բան եմ ուղարկել ձեզ ցակո։ Ստու գիտես ամեն ինչ կարգին է, որ պետք է ստորագրես։ Այսօր ոստիկանություն են կանչել։ Այս կյանքում արմո ոչ ոքի համար հենց այնպես բան չի անում։ Վստահ եմ դու դա լավ գիտես։ Մեկ որ լավ հաղթաթուղթ ես ունենում ձեռքդ, սկսում ես դիմացինին թերագնահատել, բայց մոռանում ես, որ շատ հնարավոր է հենց քո ձեռքիդ հաղթաթղթով քեզ հաղթեն։ Եթե ժամանակին չստապվես ու չկերագնահատես քեզ։ Ընդհանրապես դիմացինին թերագնահատելը վատ բան է։ Բայց այդ երբեմն օգուտ է դառնում դիմացինի համար։ Շատ հնարավոր է, շատ հնարավոր։ Բայց ուղղակի կարող է դիմացինի համբերությունը մի օր ուղղակի հատի ու տրորի ու անցնի առաջ գնա։ Վստահ եմ, ինձ հասկացար։ Իսկ հիմա անցի աշխատանքիդ։ Հայկ դու այնքան տարօրինակ ես քեզ զբաղվում, որ ես չգիտեմ, չեմ հասկանում ոնց արձագանքեմ։ Կյանքը ինձ ցույց է տվել, որ երբ ինչ-որ մեկին վստահում ես, հետո զղջում ես։ Իսկ երբ հակառակն է լինում, մի ուրիշի վրա հույս չես դնում, պարզվում է, որ հենց ինքն է քո թիկունքում կանգնած։ Հիմա խոսքը պապայի ու Վռամի մասին է։ Դու շատ լավ գիտես, որ իմ ու պապայի հարաբերությունները առաջվանը չեն, բայց այ Վռամը շատ է փոխվել։ Ու հիմա ի շնորհիվ Վռամի է, որ ես ու Արման միասին չենք։ Ուղղակի դու հիմա նենց ես խոսում, ոնց որ թե մենք շատ մտերիմ ենք, զանգելու ենք իրար, շփվելու ենք իրար հետ, բայց ընդամենը 2 օր առաջ ենք պայմանավորվել, որ չենք հանդիպելու։ Ես քեզնից ոչ մի բան չեմ հասկանում։ Քո ընտանիքն է ինչ էլ անես, մեկը քեզ չեն նեղացնելու։ Բայց եթե խոսքը վերաբերվի Արմոյին, էլ չեմ սպասելու քեզ։ Միանգամից անելու եմ այն ինչը որ ճիշտ է։ Ինչի՞։ Որովհետև իմ ճանաչած Նարեն երբեք այսքան խեղճացած չի եղել։ Սկզբում մտածում էի, որ լուրջ է ամեն ինչ։ Դրա համար չէի խառնվում։ Հետո չէի խառնվում, որ քեզ չվնասեի։ Բայց էլ տենց չեմ անելու։ Այդ լակոտը գնալով երես է առնում։ Հիմա ամեն ինչ անցյալում է։ Այդքան վստահ ես։ Դե ես քեզ կենթանի օրինակ։
Ամեն դեպքում դու իմ համար օտար մարդ չես։ Շատ կարևոր ես։ Դե մի գյուղում ենք մեծացել։ Իրար հետ այդ գյուղի սարերն ու ձորերն անգիր են կարել։ Դու լավ մարդ ես մեծացել, մեզ չես նմանվել։ Կարողացել ես ներսիդ մաքրությունը պահես։ Նրա համար էլ մտածում եմ, որ կողքդ ինչ-որ կատարվում է, դու դրան արժանի չես։ Ու էլի եմ ասում, եթե հանկարծ ինչ-որ պահի զգամ, որ պետք եմ քեզ գալու եմ ու կողքդ լինեմ։ Որովհետև մենք նույն գյուղում ու նույն փողոցում ենք մեծացել։ Դե էդ էլ կա։ Ես գնեմ լվացվեմ։ Ես էլ հաշիվը փակեմ միջև գաս։ Հավաքի քեզ վռամ, հավաքի։ Ես ինչ ես դառնում։ Ալո։ Բարև Լիլիթ ջան։ Բարև Հայկ։ Ես գիտեի, որ զանգելու ես։ Հա, ինչ գիտեիր։ Դե այսօրվա աստղագուշակս ասել էր, որ կարևոր զանգ եմ ստանալու։ Ես չգիտեմ քո համար ինչքան կարևոր է, բայց իմ համար շատ կարևոր է։ Գիտեմ, ես էլ եմ զգացել։ Ամեն ինչ կարգին է։ Հա, ամեն ինչ կարգին է։ Ինչ կա։ Սոնան էս 2 օր իրան մի քիչ լավ չի զգում, կուզեի գնայինք տրամադրությունը մի քիչ բարձրացնեինք, ինչ-որ մի բան մտածենք, չգիտեմ։ Հա, խնդիր չկա, ինչ է պետք անել։ Ասում եթե աշխատանք ես, գամ հետևիցդ կգնանք մեր տուն, Լիլիթ ջան։ Ձեր տուն։ Հա, ինձ թվում է շատ լավ կանցնի, եթե համաձայն ես, գամ հետևիցդ։ Հա, ես պատրաստ եմ, երբ ուզում ես, կարաս գաս Հայկ։ Եղավ, դե սպասի զանգիս Լիլիթ ջան։ Լավ։ Ինչ եղավ։ Ոչ մի բան։ Տուն ես չէ գնում, տանեմ քեզ։ Չէ, գործեր ունեմ։ Ինչ գործ։ Կներես անտակ թարս տվեցին։ Պիտի գնամ Սոնայի ընկերուհուն Լիլիթին վերցնեմ, գնանք մեր տուն։ Կարևոր չի, մի պատմի։ Գնա գործերիդ։ Նարը։ Գնա չուշանաս։ Վայ, Սոնա, ես կյանքում չի պատկերացնի, որ քո տխրության արդիվ ես կարայի սենց գլխանայի։ Բայց մազերը շատ վատ է։ Ուղղակի աղավորը։ Ինչ անեմ։ Ոյ, ինչ անեմ։ Հայկ ջան, բեր դու մի արի մեր սալոնի մոտ, ես կգամ մի ժամից ձեր տուն, լավ։ Մերսի։ Եղավ Լիլիթ ջան։ Ոյ։
Ֆիլիպ ջան, դե գնացինք գեղեցկության սրահը, մեզ է սպասում, որպեսզի գրավենք ամբողջ աշխարհը։ Հա, ինձ թվում է շատ լավ կանցնի, եթե համաձայն ես կամ հետևիցդ։ Պիտի գնամ Սոնայի ընկերուհուն Լիլիթին վերցնեմ, գնանք մեր տուն։ Քո ինչին է պետք, Նարե, ինչ գործ ունես։ Բարես, հիմա քեզ շատ վիտամիններ են պետք գեր։ Ումս ես։ Ախ, կներես։ Նախորժակել չունեմ։ Լավ ես արդեն։ Հա։ Սրանից լավ երբեք չեմ եղել։ Բա դու ինձ ասելու բան չունես, բացատրելու։ Հիմա դրա ժամանակը չի Սաքո։ Երեխան իրեն լավ չի զգում։ Երեխեդ լավ չի զգում ու առիթից օգտվում է տունը ինչ որ մարդ է բերում։ Ես այսքան ժամանակ ոչ մեկի թույլ չեմ տվել Սոնայի հասցեին տենց արտահայտվի, պապա։ Իսկ ես թույլտվության կարիք չունեմ, տղա։ Դու իմ տուն ես մարդ բերում։ Սովորեք, որովհետև հենց ոտքի կանգնեմ։ Բարի օր ձեզ։ Այս անհարմար պայի եմ եկել։ Չէ, Արմա, չէ։ Նշելու առիթ ունենք, բայց ոնց որ առիթը նշելու տրամադրություն չունեք։ Լավ, հիմա նենց բան եմ ասելու, որ բոլորի տրամադրությունն էլ բացվելու է։ Տիկին Անիկ, որ խնդրեմ բաժակներ կբերես։ Վերջապես։ Ինչ կա, ոնց եք ախպերս։ Ոնց որ դու այնքան լավ ես, որ բոլորիս տեղը կհանես։ Այդ ինչի որ։ Որովհետև որ գնում էիր հետդ խոսալ չէր լինում, հիմա էլ բերանդ չի փակվում։ Վարո, էլի սկսեցիր։ Սխալ բան չի ասում, գիտես։ Նարեի մոտ էիր, չէ՞ գնացել։ Հա, Նարեի մոտ էի գնացել։ Ու ինչի համար։ Սոնա, դու ինձ այսօր ասեցիր, որ Նարեն Միքոյի մասին բան գիտի։ Ինչ որ բան իմացար։ Չէ։ Դե կարևորը Նարեին տեսար։ Ճիշտ է, հենց հարցը քեզ ա վերաբերում, մոռանում ես բոլոր քարոզները, որ իմ գլխին կարդացել ես։ Երբ հարցը քեզ ու Նարեին ա վերաբերում, մոռանում ես, որ դուք թշնամիներ եք։ Սոնա, դու ինձ այսօր առավոտ ասեցիր, որ Նարեն Միքոյի մասին բան գիտի։ Ինչ էիր մտածում, ես չպիտի գնամ տեսնեմ Նարեին։ Ու ընդհանրապես իմ ու քո դեպքերը իրար հետ կապ չունեն։ Լավ էլի Հայկ։ Առավոտից դուրս ես եկել, որ Նարեից Միքոյի մասին իմանաս, բայց ոչ մի բան չես իմացել։
Քեզ թվում է երեխային ոչ մի բան չեմ հասկանում։ Լավ, արի մի պահ ընդունենք, որ վրամը քո ներկայացրած հրեշն է, բա դու ինչ ես անում։ Դու շատ լավ գիտես, որ Նարեն քո հանդեպ զգացմունք ունի, բայց հանդիպումներ ես փնտրում այդ աղջկա հետ։ Ասում ես, որ իր հանդեպ ոչ մի զգացմունք չունես, բայց ստացվում է, որ դու իր զգացմունքների հետ ես խաղում։ Ես տեսել եմ, որ նամակները հետ ես տվել։ Ես չգիտեմ ինչ ես ասել այդ աղջկան, չգիտեմ ոնց ես նեղացրել, բայց նամակները իր մոտ են։ Ու այսօր էլ ամբողջ օրը իրար հետ եք անցկացրել։ Ոնց է ստացվում, որ քեզ ամեն ինչ կարելի է, իսկ ինձ չէ։ Դու ամեն ինչ իրար ես խառնում, Սոնա։ Ես ոչ մի բան իրար հետ չեմ խառնում։ Ես ընդամենը վրամին եմ օգնել, որովհետև շատ վատ վիճակում էր ու իմ ընտանիքի պատճառով է ինքը վատ եղել, իմ ու պապայի պատճառով։ Բայց դու ինձ ընտանիքի թշնամի հանեցիր, աշխարհի բոլոր մեղքերը իմ ուսերին գցեցիր։ Դու հիմա ինչ ես անում։ Լսի, եթե ես հասկանայի դու Նարեի հանդեպ զգացմունք ունես ու այդ զգացմունքներից ելնելով շատ հարցերին ուրիշ կերպ ես նայում, կհասկանայի քեզ։ Բայց դու էլ ես հրեշի պես քեզ պահում։ Հայք դու խաղում ես այդ աղջկա զգացմունքների հետ։ Դու շատ ստոր քայլ ես անում Նարեի հանդեպ, բայց մեղադրում ես վրամին։ Չէ, չնայած մի րոպե, այսինքն ստացվում է, որ ուղղակի դու վրամին քո արշինով ես չափել, մտածել ես, որ ինքն էլ քո պես կվարվի իմ հետ։ Հիմա ուշադիր ինձ լսի։ Ես քեզ չեմ ուզում լսեմ։ Ես չեմ ուզում լսեմ մի մարդու, որ ինձ ուրիշ բան է ասում, ինքը ուրիշ բան է անում է այն ամենը, ինչ որ ինձ է արգելում։ Ինչ ես դու իմ ու վրամի վզին փաթաթում քո խնդիրները, բայց քեզ կարելի է Ադամյանների աղջկա հետ շփվել, այդ ոնց է ստացվում։ Ինչ ես դու հիշում, որ Ադամյանները քո ընտանիքը կործանել են, երբ հարցը ինձ է վերաբերվում, ոչ թե քեզ։ Ասում եմ ուշադիր ինձ լսի, Սոնա։ Իմ ու քո ապրած կյանքերը ուրիշ են, Սոնա։ Այն կյանքով, որ ես եմ ապրել, դու դրանից ոչ մի բան չես հասկանում։ Դու շատ բան չես հասկանում ու շատ բան չես գիտակցում։ Իմ ու քո խնդիրները ուրիշ են։ Հիմա դու ինձ ինչ ես առաջարկում, որ ես քեզ իմ ձեռքով տանեմ հանձնեմ իմ թշնամի ընտանիքի ձեռը։ Նարեն թշնամի չի։ Նարեն ուրիշ է։ Այդ նորություններ, գիտես։ Եթե ես անգամ որոշեմ, որ Նարեի հետ պիտի շփվեմ, դու իրավունք չունես իմ հետ սենց խոսալու։ Գիտես ինչի։ Որովհետև Նարեն ուրիշ է։ Նարեն Ադամյանների մեջ ապրելով իր մարդ տեսակը չի կորցրել։ Հասկացար։ Այս արդեն նորություն էր, Հայկ։ Սոնա ուշադիր ինձ լսի։ Ես քեզ չեմ պատրաստում լսել։ Ես չեմ պատրաստում լսել մեկին, ով ինձ մի բան է արգելում, որը ինքն է անում։ Ինձ կբացատրես ինչի ես դու քո խնդիրների մասին հիշում, երբ հարցը ինձ ու Վրամին է վերաբերում։ Դու հասկանում ես, որ դու ինձ արգելում ես Վրամի հետ շփվեմ, բայց դու Ադամյանների աղջկա հետ շփում ես պահում։ Այն Ադամյանների, ում պատճառով քո ընտանիքն է կործանվել։ Ախպորպես ոչ մի բան չասես։ Եթե իմ բան չասելուց ինչ-որ բան կփոխվի, սուս կմնամ սենց, բայց հետո պիտի խոսանք իրար հետ։ Դե ասել է, չէ՞ որ ոստիկանություն եմ գնալու։ Ու Ու եմ, որ մի քիչ փաստաբանի արածով, մի քիչ էլ իմ հատուկ մեթոդներով դե հասկանում եք էլի։
Մի խոսքով գործը փակված է։ Շատ լավ։ Աղլես Արմո։ Սա այնց հետո մեզ ոչ մի վտանգ չի սպառնում։ Ձյացակո, դու գիտես իմ համար ինչ կարևոր է քո ընտանիքը։ Արամ ջան, ախպերս, դու էլ։ Ու այն գործը, որը մենք միասին ենք անում։ Ճիշտ է, մի քիչ վտանգավոր է, բայց այդ ոչ մի խնդիր չի իմ համար։ Որ 1000 անգամ էլ պետք լինի, այս գործի մեջ ես նորից կմտնում։ Էլ կարիք չի լինի, Արմո։ Լավ չհասկացա։ Քանի ամեն ինչ մաքուր է, փաստաթղթերը կփոխենք իմ անունով։ Դու էլ կապ չես ունենա։ Բայց տենց ոնց կլինի։ Կլինի, Արմո, կլինի։